Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների ընթացքում հարկաբյուջետային եւ ծախսային շրջանակները։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է անվանական ՀՆԱ-ի, հարկային եկամուտների, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, տնտեսական աճի միտումները։ Անդրադարձ է կատարվել 2026-2027 թվականների ծախսերին ըստ ուղղությունների եւ միջոցառումների։ Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված թեմաների շուրջ, դիտարկումներ եւ առաջարկություններ կատարել որոշ հարցերի վերաբերյալ։ Փաշինյանը ընդգծել է պետական բյուջեի ծախսերն արդյունավետ եւ թիրախային կազմակերպելու անհրաժեշտությունը, ռազմավարական ծրագրերի իրականացումն ապահովելու կարեւորությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի կենտրոնական եւ արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտը։ Զրուցակիցները քննարկել են համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը։ Փոխվարչապետը կարևորել է Ասիական զարգացման բանկի գիտելիքի եւ փորձի կիրառումը Հայաստանում իրականացվող բարեփոխումների առաջմղման տեսանկյունից։ Երկուստեք կարևորել են Զարգացման բանկի մասնակցությունը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում։ Մհեր Գրիգորյանը առանձնակի ընդգծել է նաև բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում Ասիական զարգացման բանկի հետ նախատեսվող համագործակցությունը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, այդ թվում խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանային կայուն զարգացման հեռանկարները։ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարելու է Ռուբեն Ռուբինյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, համաձայն որի մարտի 19-ից 22-ը ներառյալ ազգային ժողովի խոսնակի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Մարտի 19-ից 20-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Ծրագրված է Արարատ Միրզոյանի եւ Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մուարո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես են գալու մամուլի համար հայտարարություններով։ Նախատեսված են նաեւ այլ քննարկումներ։ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին օրերս այցելել է 11-րդ դարի Լորի Բերտամրոց։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից, ընդգծելով, որ դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները։ Օրերս նա 11-րդ դարի Լորի Բերտամրոցում էր, միջնադարյան անառիկ ամրոցն այսօր էլ ներկայանում է իր վեհաշուկ գեղեցկությամբ եւ լավագույնս արտացոլում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը այսօր հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ։ Գերմանիայի դեսպանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի առաջընթացը, խոսել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման մասին։ Քաղավիացիան ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված աուդիտի արդյունքում արձանագրված 41 թերությունները շտկել է եւ կատարած աշխատանքների վերաբերյալ պաշտոնական հայտն արդեն ուղարկել է Եվրոմիությանը։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղարեչյանը ներկայացնելով Հայաստանի ավիացիոն ոլորտի միջազգային ստանդարտների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները, նշել է, որ այս պահի դրությամբ 41 արձանագրված թերությունները արդեն շտկվել են եւ կատարված աշխատանքի մասին հայտը ուղարկվել է Եվրոպական միությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ավիացիան Եվրոմիության սև ցուցակում էր հայտնվել 2020 թվականի հունիս ամսից, ինչի հետևանքով արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը Եվրոմիության օդային տարածք։ Այս սահմանափակումը վերացնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ աշխատել են միջազգային ստանդարտներին համապատասխանելու նպատակով։
Հաշվետու ժամանակահատվածում առողջապահության նախարարությունը իրականացնելով կառավարության ծրագրից բխող միջոցառումները շարունակել է իր 3 հիմնական ուղղություններով աշխատանքները։ Այս մասին ասել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվելու է բարձր բժշկական ծառայությունների հասանելիությունը եւ բարելավելու է դրանց տրամադրման որակը։ Ի դեպ, քննարկման ժամանակ այսօր նշվել է, որ Լուսինե Բադալյանը այլևս ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի փոխնախագահը չէ։ Պետք է ընտրենք հանձնաժողովի նախագահի տեղակալ, ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Լուսինե Բադալյանը որոշում է կայացնել թողնել այդ պաշտոնը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Բադալյանին այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար եւ հուսալ, որ նույն տրամաբանությամբ կշարունակենք աշխատանքը արդեն որպես հանձնաժողովի անդամի թեկնած որպես հանձնաժողովի անդամ եւ հաշվի առնելով, որ այդ պաշտոնը քաղաքացիական պայմանագիր խմբակցությանն է վերապահված, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը այդ պաշտոնում առաջարկել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում նորակոչիկների երթման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ղեկավարությունը հրամանատար գնդապետ Էդգար Հունանյանի գլխավորությամբ։ Զորամասի շարահրապարակում մարտական դրոշի ներքո տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երթման հանդիսավոր արարողությունը։ Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը, նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը եւ պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը։ Նրանք իրենց հրամանատարների եւ ծնողների առաջ երթվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ եւ անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները։ Զորակոչվելով հայոց բանակ մենք մեր սահմանադրական պարտքն ենք կատարում հայրենիքի առջև։ Ծառայության անցնելով սահմանապահ զորքերում մեզ վրա վերցնում ենք բարձր պատասխանատվություն։ Խոստանում ենք լինել ուժի, հուսալիության, ամնության եւ պահպանության խորհրդանիշ։ Շուրջօրյա հսկենք եւ անառիկ պահենք մեր պետության սահմանները։ Հանդիսավոր արարողության ընթացքում զինվորական երթում ընդունելու կապակցությամբ ծնողների անունից ելույթ ունեցավ եւ նորակոչիկներին շնորհավորեց նաեւ ծնող Գայանե Մանուկյանը։ Ձեզ են վստահվելու մեր հայրենիքի սահմանները։ Դուք պետք է պահպանեք այդ սահմանների անդորը։ Ուստի նաև ձեր ծնողների, քույրերի, մեր ողջ հայ ազգի հանգիստը։ Ամեն մարդ իր հոր որդին է կյանքում, բայց 1000 անգամ նրան երանի, ում հայրենիքը որդի կանվանի։ Եղեք մեր հայրենիքի արժանի զավակները։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարը հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորեց նորակոչիկ զինծառայողներին եւ նշեց, որ զինվորական երթման ընդունումը հայրենիքի եւ ընտանիքի նկատմամբ անմնացորդ նվիրումն արտահայտելու անկրկնելի արարողակարգ է եւ այս պահից է սկսվում իրական ծառայությունը հայրենիքին։ Հիշեք նաեւ, որ սահմանապահ զորքերում ծառայելը պատվաբեր է եւ միևնույն ժամանակ պարտավորեցնող։ Դուք այսօրվանից մուտք եք գործում սահմանապահ զորքերի մեծ ընտանիք։ Վերաբերվեք միմյանց եղբայրական սիրով եւ հարգանքով, շարունակելով ձևավորված բարի ավանդույթները։ Նորակոչիկները կատարեցին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրհներգը։ Երթման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց նվագախմբի ուղեկցությամբ նորակոչիկների շարային քայլերով։
Սևանի լճի մակարդակը բարեբախտաբար անցյալ տարվանից բարձրանում է, հուսանք, որ տեղումները կօգնեն պահպանել այդ դինամիկան։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ Սևանալճի մակարդակը կազմել է 1900 մետր 39 սանտիմետր, որը 2024 թվականի հունվարի 1-ի համեմատ 22 սանտիմետրով բարձր է։ Այս մասին նշեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Նրա խոսքով 2025 թվականի մարտի 19-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900 մետր 37 սանտիմետր, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 18 սանտիմետրով։ 2024 թվականին Սևանալիճ է բաց թողնվել շուրջ 390,000 իշխանի, ամառային և գեղարքունիքի տեսակի մանրաձուկ, 2023 թվականին այդ թիվը կազմել է 232,000։ Սիմիդյանը նաև նշեց, որ 2025 թվականին ցանկանում են թիվը հասցնել 520,000 մանրաձկան։ 2025 թվականի մարտի 17-ին ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Լուսաձոր գետահովիտ բնակավայրերի վարչական սահմանում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն կազմակերպվել է համապատասխան արձագանքում, դեպքի վայր են մեկնել Տավուշի մարզային փրկարարական ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի անձնակազմը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում հայտարարվել է անձնակազմի հավաք։ Դեպքի վայրում իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով օդային հետախուզություն, որը հնարավորություն է տվել ստանալ ծավալուն և հստակ պատկեր հրդեհի տարածման և օջախների մասին։ Պարզվել է, որ երկու օջախներով այրվում է մոտ 30 հեկտար բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքները կենտրոնացվել են երկու հիմնական տեղամասերում՝ Բլրի գագաթին և Ստորոտում, որտեղ իրականացվել են ինտենսիվ և համակարգված աշխատանքներ կրակի տարածման կանխարգելման նպատակով։ Տեղանքի բարդ ռելիեֆի և որոշ հատվածներում մոտեցման ուղիների բացակայության պայմաններում փրկարարները ստիպված են եղել հրդեհի օջախներին հասնելու համար դժվարանցանելի հատվածներն անցնել ոտքով, որտեղ տեխնիկայի մուտքն անհնար էր։ Միաժամանակ առավել նպաստավոր և հասանելի հատվածներում, որտեղ տեղանքի պայմանները թույլ են տվել, կիրառվել է բարձր անցանելիություն ունեցող տեխնիկա։ Հրդեհի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով արձագանքմանը ներգրավվել է նաև Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 80 փրկարարական ծառայող։ Հրդեհաշիջման աշխատանքներին տեղում հետևել են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը և տնօրենի տեղակալները։ Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 120 փրկարարական ծառայող և 25 միավոր տեխնիկա, որից 10 հիմնական, 15 հատուկ և օժանդակ։ Աշխատանքներին մասնակցել են նաև էկոպարեկային ծառայության 13 աշխատակից և բնակավայրի 8 բնակիչ։ Հրդեհաշիջման երկու տեղամասերում հաջողվել է մարել 125 ծխացող օջախ։ Ծավալուն օպերատիվ գործողությունների արդյունքում մարտի 19-ին ժամը 10:14-ին հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել կրակի հետագա տարածումը և մարել հրդեհը։ Երևանի կենդանաբանական այգում սկսվել են սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքները։ Ներկայումս հանրային հատվածում մեր մոտ վերակառուցվում է ամբողջովին սանհանգույցը, շատրվան ջրավազանն է վերակառուցվելու, գովազդային տառերի հետ կապված խնդիրները լուծվելու է, փոխվելու է, ցուցանակներն են ամբողջովին փոխվելու, կենդանիների ներկայացվող եւ ուղեցույցերը, բոլոր ցանկապատերը ներկվելու են։ Մեկնարկած աշխատանքներին զուգահեռ գետաձու ազատավանդակն է վերանորոգվում, որտեղ շատ տարիների ընթացքում քայքայված էր, ավելի հաճելի կլինի, կարևորը իրան չվնասի։ Նախատեսում ենք թռչունների այս վանդակի հատակը ամբողջովին վերանորոգենք, որովհետև քայքայված է երկար տարիներ, ոչ մի աշխատանք չի կատարվել։ Փայտային տախտակալվածները հղկվելու են, ներկվելու են, ինչպես նաև այգու ամբողջ նստարանները եւ աղբամանները նույնպես նախատեսվում է հղկել, ներկել։ Ազնված եղջերուներ ենք նախատեսում փղից ներքևի հատվածում բերենք։
Կենդանաբանական այգում հիմնականում բոլոր մեքենաները, որոնք օգտագործվում են, էլեկտրական են, նախատեսում ենք էլեկտրական ավտոներով փոխարինել մեր ավտոպարկը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ այսօր պլանավորում է հեռախոսազրույց անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ժամանակ կխոսվի այն համաձայնությունների մասին, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահի զրույցի ընթացքում։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այսօր ես շփում կունենամ նախագահ Թրամփի հետ։ Մենք այսօր կքննարկենք հետագա քայլերի մանրամասները եւ ակնկալում եմ, որ ես նրանից կլսեմ Պուտինի հետ նրա զրույցի մանրամասները, ասել է Զելենսկին։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին հայտարարել է, որ թագավորությունը եւ Եվրամիությունը բանակցություններ են վարում Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների արագացման շուրջ մինչեւ հնարավոր հրադադարը։ Նրա խոսքով մինչեւ մարտական գործողությունների հնարավոր դադարեցումը Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության տրամադրումը մարտի 18-ին քննարկվել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ, ինչպես նաեւ անցյալ շաբաթ Կանադայում 7-ի խմբի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև Սաուդյան Արաբիայում մարտի 23-ին բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի շուրջ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը։ Իհարկե անհրաժեշտ է, որպեսզի մենք մի քանի մանրամասներ մշակենք, քննարկումը կսկսվի կիրակի օրը Ջիդայում, ասել է Ուիթքոֆը։ ԱՄՆ-ի նախագահի հատուկ պատվիրակը նշել է, որ ամերիկյան կողմը կներկայացնեն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ-ն չի ցանկանում Ռուսաստանի եւ Չինաստանի հետագա մերձեցում, այլ ցանկանում է բարելավել հարաբերությունները երկու երկրների հետ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ չի ցանկանում, որպեսզի Ռուսաստանը եւ Չինաստանը միավորվեն։ Թրամփը նաեւ կարծում է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները բարեկամական են դարձել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարակ Օբամայի գործողությունների պատճառով։ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը կբարելավի հարաբերությունները երկու երկրների հետ եւ վստահություն է հայտնել, որ երկու երկրներն էլ ցանկանում են բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն ունի Չինաստանի հետ իր սեփական հարաբերությունները եւ բանակցությունները։ Պեկինը ողջունում է բոլոր ջանքերը, որոնք նպաստում են Ուկրաինայում հրադադարի հաստատմանը։ Այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել նախորդին։ Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք տանում են դեպի հրադադար, եւ մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ քայլ է խաղաղության հասնելու համար, ասել է Մաո Նինգը, նշելով, որ Չինաստանը հակամարտության հենց սկզբից հանդես է եկել երկխոսության եւ բանակցությունների միջոցով ճգնաժամի լուծման օգտին։ Եվրոպայի համար չափազանց կարևոր է առաջիկա 3-ից 5 տարում լիակատար ինքնաբավության անցնել պաշտպանության հարցերում։ Այդ կարծիքն է հայտնել Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Ես լիովին կողմ եմ Եվրոպայի վերազինմանը եւ ցանկանում եմ, որ մենք մեր առջև շատ հավակնոտ նպատակներ դնենք։ 3-ից 5 տարի անց մենք պետք է լիովին պատրաստ լինենք պաշտպանելու մեզ Եվրոպայում, հայտարարել է նա։ Դանիայի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Եվրամիության երկրներում վերազինումն ընթանում է ոչ բավականաչափ արագ։ Նրա խոսքով Եվրամիությունը դեռևս հետևում է խաղաղ ժամանակի մտածողությանը եւ անհրաժեշտ է հնարավորինս արագ փոխել եւ վերացնել որոշ խոչընդոտներ միավորման պաշտպանական ոլորտի ֆինանսավորման ավելացման ճանապարհին։ Ստամբուլում մինչև մարտի 23-ը արգելվել են հանրահավաքները եւ ցույցերը ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառով։ Հայտնի է նաեւ, որ Ստամբուլի համալսարանի ուսանողները եւս բողոքել են Իմամօղլուի ձերբակալման դեմ։ Ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին։ Բացի այդ, Իզմիրում հազարավոր թուրքեր հավաքվել են ժողովրդահանրապետական կուսակցության շենքի մոտ ի պաշտպանություն Իմամօղլուի։ Քաղաքապետի ձերբակալությունը բացասական է ազդել Թուրքիայի ֆոնդային շուկայի ազգային արժույթի վրա։
Սկզբում բորսայի ղեկավարությունը կասեցրել է բոլոր տեսակի առուվաճառքը, իսկ դրա վերսկսումից հետո ինդեքսը 4.6%-ով ցածր է եղել երեքշաբթի մարտի 18-ի առևտրային նստաշրջանի փակման մակարդակից։ Ֆոնդային շուկայի հետ մեկտեղ անկում է գրանցել նաև թուրքական լիրան։ Դրա փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 5%-ով։ Հիշեցնենք, որ Ստամբուլում իրավապահները լայնածավալ գործողություն են սկսել ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելու օրդեր է տրվել։ Ստամբուլի համալսարանը երկուշաբթի որոշում է կայացրել չեղյալ համարել Իմամօղլուի դիպլոմը երկրի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո, ինչը խոչընդոտում է նրա առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում։ Գազայի հատվածում Իսրայելի կողմից պատերազմի վերսկսման երկրորդ օրն իսրայելական ռազմական օդանավերը շարունակել են ռմբակոծությունները Գազայի տարբեր շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 439-ի, կան հարյուրավոր վիրավորներ։ Միայն մարտի 19-ի լուսադեմին զոհվել է 14 մարդ։ Իսրայելական ուժերը ներխուժել են արևմտյան ափի Ռամալայից հյուսիս գտնվող Սիլվատ քաղաքը եւ խուզարկություններ կատարել մի քանի տներում։ Նրանք ներխուժել են նաեւ Սալֆիտ նահանգի Ֆարխագյուղ հարձակվել քաղաքացիների տների վրա, բռնության են ենթարկել բնակիչներին եւ կալանավորել ավելի քան 10 քաղաքացու։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգման գրասենյակը հայտնել է, որ Գազայի հատվածում մարտի 18-ի գիշերն Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 170 երեխա։ Տեղեկություններ կան այն մասին, որ մոտ 50,000 մարդ մասնակցել է Թել Ավիվում տեղի ունեցած հանրահավաքին, պահանջելով վերադառնալ բանակցություններին պատանդներին ազատ արձակելու նպատակով։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնաբանելով Գազայում տիրող իրավիճակը, ասել է, որ սա դեռ միայն սկիզբն է։ Մեկ տարուց ավելի է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները ֆիզկուլտուրայի դասաժամերին խաղալու մարզվելու հնարավորություն ունեն։ Մասնաշենքը ավելի քան 10 տարի կիսավեր վիճակում է եղել, չի օգտագործվել մի քանի սերունդ, դպրոցն ավարտել է այդպես էլ ֆիզկուլ դահլիճի մասին երազելով։ Այսօր շատ քիչ դպրոցներ կան, որ կարող են ասել, որ իրենց ֆիզկուլտուրայի դասերը տեսականից բացի նաև գործնականում արվում է սպորտ դահլիճներում, մենք անում ենք այդ դասերը եւ աշակերտները շատ գոհ են։ Մարզադահլիճը հիմնանորոգվել է Կառավարության ու Համաշխարհային բանկի վարկային միջոցներով, տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով պետբյուջեից հատկացումներն ուղղվել են նաև հուշարձան շենքի մեկ այլ հատվածի վերականգնմանը։ Տասնամյակների չարչարանքից, գրելուց, թիմելուց հետո էր, որ ունեցանք այն, ինչ ունեցանք։ Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի շենքը 1916-ին է կառուցվել նախ որպես առանձնատուն, հետո որփանոց է եղել։ Միայն 20 տարի անց սկսել է գործել որպես ուսումնական հաստատություն։ Կառույցը ճարտարապետական մի կարևոր առանձնահատկություն ունի, որ սերունդներն ուղղակի պարտավոր են պահպանել։ Փայտե շքեղ պատշգամբն է։ Մինչև անցած տարի պատշգամբը շատ ահավոր վիճակի մեջ էր։ Նույնիսկ արդեն վտանգ կար, որ քայլելու ընթացքում աշակերտները կարող են, ասենք, վնասվել, որովհետև ծառայում է պատշգամբը նաև մասնաշենքերը իրար միացնող միջանցք որպես։ Պատշգամբը վերանորոգվել է պահպանելով նախկին տեսքը, փոխվել են հենասյուները, հատակը, որ դարձյալ փայտից է, կառուցել են նոր ճաղավանդակներ ու աստիճաններ։ Պատշգամբի ու մարզադահլիճի նորոգման համար ծախսել են մոտ 53 միլիոն դրամ։ Փայտե պատշգամբներն, ասես Գյումրվա ճարտարապետության յուրօրինակ դիմագիծն են դարձել։ Մի այդպիսի շքեղ տեսարան էլ Ասլամազյան քույրերի պատկերասրահն ունի, 1800-ականների շենք է, խորհրդային տարիներին ձևափոխվել, դարձել է խանութ, հետո բնակ տարածք։ Երկրաշարժին 80-ականներին շենքը բավականին վնասված է եղել, 2000-ականներին լիսի հիմնադրամով վերականգնվել է, հատվածներ կար, որ փլված է եղել, պահպանման հետ կապված խնդիրներ են ունեցել եւ ամբողջը վնասվել էր, փտել էր, ընդհանրապես այցելուների համար վտանգավոր էր։ Հանրապետության երկրորդ քաղաք եկող զբոսաշրջիկների այցելվող վայրերից է, հաճախ գալիս են ուղղակի ճարտարապետական տեսքով զմայլվելու։ Պատշգամբը սուբվենցիոն ծրագրով է վերականգնվել, արժեքը ավելի քան 13 միլիոն դրամ է։ Այս ողջ ընթացքում սուբվենցիոն ծրագրերի Գյումրիում իրականացվել են շուրջ 11 միլիարդ դրամի ընդհանուր արժեքով աշխատանքներ։ Այդ թվում պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմել է շուրջ 5.4 միլիարդ դրամ։ Այս ծրագրերի շրջանակներում նաև իրականացվել են մշակութային շենքշինությունների հիմնանորոգման վերանորոգման աշխատանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 144 միլիոն դրամ։ Սուբվենցիոն ծրագրով են նորոգման աշխատանքներ իրականացվել նաև Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում։ Մարզի միակ տիկնիկայինը հիմա ավելի բարեկարգ տեսք ունի։
Առաջին հարկում ֆոյեի հատվածում հատակն է հիմնովին վերակառուցվել, միջանցքի հատվածը էլի հատակը ու ամբողջապես երկրորդ հարկի հատվածը։ Հենց աստիճաններից սկսած վերափոխվել է, կառուցվել է։ Նորոգման շնորհիվ թատրոնը նաև նոր դահլիճ ունի, մի քանի նոր տարածք էլ կծառայեն որպես տիկնիկների նորոգման ու զգեստավորման պահման սենյակներ։ Կառավարության եւ համայնքի համաֆինանսավորումը ավելի քան 55 միլիոն դրամ է։ Սուբվենցիա ծրագրի շրջանակներում նախատեսվում է եւ կիրականացվեն երիտասարդական պալատի հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև Ալի Խանյանի անվան տիկնիկային թատրոնը նույնպես հիմնանորոգվելու է։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 84 միլիոն դրամ։ Մշակութային կառույցների նորոգման նպատակով պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նաև հրատապ անհետաձգելի ծրագրերին։ Կառավարության որոշմամբ ավելի քան 34 միլիոն դրամ է ուղղվել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի արտաքին պատուհանների փոխարինմանը։ Եվ վերջում եղանակի մասին։ Երևանում մարտի 20-ից 22-ը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 23-ից 24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին նվազելու է ևս 10-ից 12 աստիճանով։